գաբանցիներ և մտավորականներ։ Ինչու հոսեմ, ինչ է նպատակս, ինչ կհետապնդեմ և ինչ կքարոզեմ։ Արդեն Արթուր ասավ, ես հայ քաղաքականներու զավակ եմ, որոնք թրքախոս էին։ Գիլիգիո շրջան արգելված էր թրքերեն խոսիլ, անոնք որ հայերեն կխոսեին լեզուն կգտրեին։ Ես երկու հոգի տեսած եմ, որ լեզունին կդրած եմ։ Ընտանիքի մեջ թրքախոս էինք, մինչև 10 տարեկան հայերեն չէի խոսիր, դպրոց սորվեցա, մեր ծնողներուն սորվեցուցինք, այդ շրջանին է, որ ինքնությունը ճանցա, հայ, հարստահարված, իրավազրկված, և ամեն կերպով իմ կարողությունս աշխատասիրության, չանասիրության տվի, Մղդարյան դպրոց կաջախեի, անտեղի դնորենությունը որոշեց ինձի Վենեդիկ Մուրադ Ռաֆայելյան վարժարան գրել։ Վենեդիկ երկու հաստատություն կա, մեկը վարդապետներու վանքն է Սուրբ Ղազար, երկրորդը բարձրակույն վարժարան է, որ երկու մեծահարուստ Հնդկաստանի հայեր մեծ գումար տված են Մղդարյաններուն, որ հայկական դպրոց հիմնեն և ծրիավարժ, աչափ գումար դեղատրած են Լոնդոնի տրամադամ մեջ, ոսկի, ադոր եկամուտներով 60-80 աշակերտ կբային։ Այդ դպրոցի մեջ նպատակս եղած է հայկական ոգին առաջացնել և ապակային ծառայել ազգին։ Որպես յադնեմ, դեսուչիս թելադրությամբ եղա բժիշկ, սրտապան, համբավի դիրացա, հարության մեջ, բավական ջանցված է թե հայկական, թե ամերիկյան, միաժամանակ ազգային գործունեություն գնեի։ Նպատակս ինչ էր, երբ որ մեկը քեզի նեղ վիճակի մեջ կօգնե, դու պետք է փոխանցես։ Երախտաբարություն պետք է գտնես կյանքիդ մեջ։ Այդ երախտաբարություն եթե ունենաս, քո արժեքդ կբարձրացնես։ Ուրեմն ես դիգինիս հետ 10 տարի առաջ որոշեցինք, թե մեր կյանքը ինչպես պիտի իմաստավորվի։ Ինքս հավի իմ ունեցվածքս կնվիրեմ ոնդեղը մշակութային միություն կար, բարձկահայերու նվիրեց, շենք մգա մեր անունով կգոչվի Գլենդել։ Ես հալսի պիտի երթամ Հայաստան, ունենանք դպրոց մեր անունին, միաժամանակ ազգային գործունեություն պիտի ունենանք։ Հիմա Ավանի մեջ դպրոց ունենք 1025 աշակերտով, 25-ը Ղարաբաղեն են, դպրոցի մեջ հաստատեցի արևմտահայերեն լեզուն, դասական ուղղագրությունը, քաղաքականության, հայկական քաղաքականության պատմությունը, արհեստական բանականություն և թիվանագիտություն։ Ինչու անհրաժեշտ է քաղաքականության պատմությունը գտնալ։ Հայերս գոյատևած ենք քաղուտներու մեջ։ Մեր հայրենիքը գրաված է քեր հզոր դեղական պետություններու ժողովուրդներու կողմէ։ Նախ եկած է ասորին, հույնը, փյուզանդացին, բարսիկը, արաբը, բարսիկը նորեն, վերջը սելջուկը, ռուսը, թուրքը։ Հայրենիքը գործունեացած ենք, բայց ինչ պահած ենք մենք, լեզուն և գրոնը։ Ազգիմը գլխավոր դառերն են ժողովուրդը, հայրենիքը, լեզուն, գրոնը, այդ ժողովուրդը, որ գաբրի այդ երկրամասի մեջ իր իմացական ստեղծագործությամբ կստեղծե մշակույթ և ավանդություններ։
Սպիրկը կոյադեված է իր լեզվին պատճառով, իր գրոնին պատճառով, իր մշակույթը ստեղծելով։ Սյուրիալի փանանի մեջ մեծ գիլիգիային քաղտածին, մեծ մասամբ թրքախոս էին։ Գուսակցությունները, գազամագերբությունները եւ եկեղեցին էին, որ հայախոս դարձուցին։ Չադերը հիմա գսեն գուստաշնակները ասպես են, հնչակները ասպես են, չեն գիտեր, դքեդ են։ Գահալած են եկեղեցին, գահալած են գուսակցությունները, որտեղ չեն գիտեր, չեն խորացած։ Հայաստանի մեջ սպիրկի գիտությունը, գիտակցությունը մագերեսային է։ Նույնիսկ հայերեն լեզուն, որ գիտեն մագերեսային է։ Ինչ կսեմ լեզուն կարևոր է։ Մեր ինքնությունն է։ Մենք ենք։ Նայեցեք Համոսահյանը ինչ կսե։ Շատերը գիտեք ասիգա։ Կսե մեր լեզուն, մեր խիղճն է դա։ Խիղճեն ավելի խորություն ինչ կանցի մեջ։ Ուրեմն լեզուն փյուրեղացած գերբով բիլիսորվիկ։ Օդարապանությունը վերացնեք։ Գիտեք Հայաստանի հայերենի մեջ քանի հատ օդարփար կա։ Ես հաշված եմ։ Ստեփանոս կսեմ։ Աղայանին փարարանը, Մալխասյանցի փարարանը, Ակադեմիո Քարախադորը եւ Հովհաննես Փարսեղյանի ուղղախոսական, ուղղագրական, տերմինաբանական պարարան։ Այդ պարարանի մեջ կա 29640 օդար պար։ Անհարգի պար։ Անհարգի գսել է, որ մենք հայերեն պար ունենք, բայց օդար լեզվով պարերը գործած են։ Ուրեմն ուղղությունը ցաներ, որ հայերեն լեզուն անաղար բիտ բահենք, որբեսի հատիկա բահենք, պրոֆեսոր Սարգսյանը գա, որ Երևանի մեջ մեր լեզուն, մեր խոսքի ծրագիր ուներ, Լոս Անջելեսը 5 տարի է կամ 6 տարի է միասին ծրագիր էինք հայերեն լեզվի վերաբերյալ։ Ասպարանան պատրաստեցինք։ Անհարգի հաջախագի կործածվող օդար պարերու հայերեն համապատասխաններու պարարան։ Անհարգի և հաջախագի։ 1800 պար է։ Պլանավորել, կոնկրետ, սուբսիդավորել, բյուջե, ասոնք հայերեն պար չեն։ Հայերեն ունինք պարարանի մեջ տրված է և ասիգա ինչրի։ Դբել դվի, Հրանուշ Հակոբյանը սպիրկի նախարարու էր, իրեն դվի, սավ շատ լավ է, պետք է պաշխենք նախարարություններու և դպրոցներուն։ Մինչև դվեցավ իրեն հասնեցինք, Փաշինյանը եկավ, ինքը Բաշտոնան եղավ, նորը կարծեմ Մխիթար Հայրաբետյաններ, իրենց ներկայացուցիչ, ինձ 25 հատ օրինակ տվեք, վերջը գորոշենք, թերբիտ որոշեն։ Հիմա մենք դպրոցներու մեջ տարածած ենք Հայաստանի 450 դպրոց, միջնագարկ են բարձր, որբեսի մաքուր հայերեն բառեր կործածեն։ Ամեն աջակերտու գանձնարարեն, որ օրական 15 հատ բարձրվի, որբեսի իրենց օդար բառերեն ցերպազատվի։ Երկրորդ ծրագիրը սան էր ազգային հարցերը լուծել։ Մեկը լեզուն է, բառերու վերաբերյալ ըսի։ Երկրորդը հայերս ունինք երկճյուղ հայերեն։ 1850-ին
Քրափարեն երկու ջուղ աշխարհապար բաժնվեցան, արևելահայերեն, արևմտահայերեն, արևելահայերենը Թիֆլիս, արևմտահայերեն Բոլիս։ Ինչու՞։ Քերբեդությունները ուզեցին բարակտել հայերուն։ Լեզուն հիմքն է ասկի։ Ուրեմն ինչին արևելահայերենը ստեղծեցին մտավորականները ոնդերնալ։ Ուրեմն մտածեցի, եթե մենք մեկ ասկ ենք, մեկ հայրենիք ունենք, 16 դար քրափարը կործածած ենք բոլորս միասին, համախմբապար, ինչու համար հիմա երկու հայերեն պիտի ունենանք, ինչ է նպատակը, ինչ է հեռանկարը, ինչ է օգուտը, օգուտ չունի, հեռանկար չունի, ինչ է այսօր արդյունքը բարակտում, Հայաստանը, Արցախը, Չավախքը գբարակտե սպյուրքի մյուս հայերեն։ Ուրեմն ուզեցի միացնել։ Հայ մտավորականներ, լեզվակետներ վարձեցի, մեկ տարի աշխատեցինք և գազմեցինք միասնական աշխարհապար քրական հայերենի քերականություն։ Քրական գսեմ, ոչ թե փերանացի։ Փարփարներ ունենք 50-ի չափ, ամեն մարդ կրնա ուզածը կործածել, փերանացի, բանավոր, բայց քրավորը մեկ պիտի լա, բեդությունը պիտի ունենա մեկ լեզու, որ բոլոր աշխարհացրիվ հայությունը կործած է։ Հիմա արդ միասնական հայերենը մասը որոշ քաղաքներում մեջ ուզեցին կործածել։ Իսկ Հայաստան պետական մարդոց խրգեցինք, դակավի մինչ հիմա պատասխան չկա։ Չեն ուզեր փոխել, սխալները չեն ուզեր ընդունել, չեն ուզեր սրբակրել, ադե հարցը։ Մարդս հեռանկար պիտի ունենա, աբակային մասին պիտի մտածի։ Մենք ունենք Հայաստանապնակ մեծ մասամբ Չավախ և այլն և սպյուրք։ Հայաստան 3 միլիոն է, սպյուրքը 7 միլիոն։ Եթե Հայաստանը և սպյուրքը որևէ կերպով չմոտենան, չմսեր միացուլվին, քետ մտային ուղղություն, ազգային ուղղություն եթե չունենան, ինչ պիտի լա։ Անցյալ քաղաքներու պատմությունը Հնդկաստան, Լեհաստան, Հունգարիա, Իտալիա, Ռուսաստան, Բարսկաստանի բարական դարբերը ցուված են։ Գիտեք ինչ հետքեր ցկած են մեզի։ Եկեղեցի և քերեզման։ Հունգարիա ու Լեհաստանի մեջ եղած են 4-5 քաղաքներ, 16-17 տարի, զորավարներ, մեծահարուստներ կորած են։ Ուրեմն մարդ իր հողին վրա պիտի բազմանա, որ մնա։ Ան որ իր հողեն գհերանա, ինքին գհերանա։ Հարստությունը իսկական ժառանգություն չէ, ադորամար քիղացին խելացի է, իր արդը այքին ժառանգություն կուտա, ոչ թե ոսկի, որովհետև գուզե իր զավակը այդ հողին կապվի։ Ես իմ աշակերտներուս ավելի ճիշտ մեր դպրոցի աշակերտում կարծնեմ։ Գցեմ Հայաստանը վերցնենք և շրջակա երկիրները, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Բարսկաստան, Հայաստան։ 5 հոգի վերցնենք ամեն մեկ ասկեն, ով ամենախելացի է։ Ով ամենախելացին է։ Ինչ։ Թուրք ավելի խելացի է։ Ուրեմն ինձ ցույց տուր, որ 6 միլիոն թուրք ասենք հիմա գերտերությունը դարել եւ աշխարհի
Լավագույն հատվածը տիրում է ինքը։ Ուրեմն խելացի։ Թուն գողոցից զինվորական դերով, թաժան գերբով, թրքացուցած է մյուս ասկերում, բայց ինչ քաղաքագրթությունը ստեղծած է։ Քաղաքացիություն Հայաստան։ Ինչ է։ Հայ։ Խելացի գսեմ։ Ոչ թե գսեմ թաժան դիրող։ Ուրեմն հարցը ասել։ Եթե հայը ամենեն խելացի է, ինչու համար ամենը փոքր հող ունի։ Գիտեք ինչու, ինչ պատասխան կտամ։ Գսեն ամիապան է, նախանցոդ է, անհանդուրժող է։ Օտարի սիրող։ Նե։ Օտարի սիրող։ Ուրեմն հիմա դուք գիտեք հայերու բաղացությունը։ Դուք դպրոցի ուսուցիչ, վարչապետ եւ այլն եք։ Ուրեմն ծեր դաստիարակած ծերունի մեջ պիտի սրսկեք, որ միապանը լան, իրար հանդուրժեն, չնախանցեն, ադե մեր ավական։ Եթե Դերբեդրոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը, Փաշինյանը ասկային սկզբունք ունենային, սպյուրքի հայերը գբերեին, խելացիները կան, ջարդարները կան, ծերներեսները կան, ստեղծագործներ կան, որ Հայաստանը փառքավաճի, չեններ։ Ես հադոր համար եկած եմ, որ մտածելակերպը փոխվի դեղացիներուն։ Դուք գցեք ցավը տանեմ։ Լավ, սպիրկը ցավ չունի։ Ինչու սպիրկային իրաբես ցավը չեք տանիր։ Սպիրկը կոյացած է որպես արդյունք ցեղասպանության։ Թուրքը երեք կերպով հային ունեցվածքին, հողային եւ արուստության դիրացած է։ Չարտել գոդորել, թրքացնել եւ երկրեն վտարել։ Այդ կերպով Արեմդայրին, Գելիգիային, Նախիջևանին եւ այլն դիրացած են։ Բայց միջազգայինորեն ադոր մուրհագը հողին մեզի կպատկանի։ Նույնիսկ Հայաստանի պետությունը հատ չի բանջեր միջազգայինորեն։ Ուրեմն իմ երկրորդ նպատակս հողային բանջարդիրություն է։ Պետք եղած իրավաբանական թուղթերը, որ հավաքված են, ադոնց կհրադարագենք, համաժողովներ կանենք, որպեսզի հայկական հողային հարցը միջազգային դատարան։ Ուրեմն լեզվի հարցը հիմնարար է մեզի համար։ Հայաստանի մեջ լեզուն պիտի փյուրեղանա, օդար բարերը վերածվին, մեր դպրոցի մեջ օրենք հանած են, որ օդար բարեր արգելված է։ Իրարու մեջ ալ գադագով գսեմ, որ օդար բար գործած է, $50 դուկանք։ Իհարկե պերանացի, բայց ադի գիտեք ինչ կնե, ուղեղի մեջ կհաստատե, որ սխալը ռավ, հաջորդ անգամ չգրկնե։ Հիմա անցնիմ Համոզ Սահյանին։ Համոզ Սահյանին ես ջանցա 1987-ին, 88-ին, երբ որ երկրաշարժի ժամանակ ես որպես Ամերիկայի բժշկական միության Հայաստանի պատասխանատու ադենապետն էի, ոնց եկա Վահագն Դավթյանին եւ իրեն ծառոթացա, որպես բանաստեղծ իհարկե, եւ վերջը երբ որ իրենք Լոս Անջելեսի շրջան կային, գետակրավայի Սիլվիա Յուզբաշյանը միասին, այս երեքը խումբ էին, մդերի, ամեն կերպով։ Մեկ բան նկատեցի, որ սակավախոս է եւ գխոցի այդ ժամանակ, երբ որ իր քաղաքապարներուն հագարակ է, կամ իր համոզումներուն թեմ գա։ Օրինակ համար ինքը չեր գնար հանդուրժել անհայաստանցիները, որ արդակախտած են Հայաստանը։
Կսեն ինչ որ ալլա գցե ծեր հայրենիքի մեջ պետք է մնաք։ Ես խմբագրություն ալորած եմ քրագանության, քրագան թերթի Համոս Ահնյանին ծանոթ էի Վենեդիգի Մուրադ Աֆանյան վարժարան, որովհետև հայերը, որ արևելահայերեն գկրեին, անոնց ծանոթ էինք Թումանյան, վերջը Խաչատուր Ափովյան, Բատկանյան, Գոստանյան եւ այլն։ Հովհաննես Շիրազ, որ շատ կսիրեմ ես, Վահագն Դավիթյան, Իսահակյան։ Դպավորված էի Համոս Ահյանի մեկ կետը բարձություն եւ մտքի հստակություն բարձ բարերու շարանով ինքը բարդ հոգեվիճակ եւ փիլիսոփայություն գրնար բարձել ադե իրեն իսկական արժեքը